1924 թվականին կազմվում է Երևանի այն հատակագիծը, որով փաստորեն ժամանակակից փոքր կենտրոնն է կառուցված։ Այդ Երևանի առաջին փաստորեն խորհրդային շրջանի առաջին գլխավոր հատակագիծը 150,000 բնակչի համար էր նախատեսված եւ պետք է ներառեր այն բոլոր գեղեցիկ շինությունները, որոնք մենք ճանաչում ենք այսօր։ Հետագայում այս տրամաբանությամբ կառուցվել են բազմաթիվ շենքեր, Երևանում շատ հետաքրքիր գործ է նրա կողմից իրականացված, օրինակ Երևանի հիդրոէլեկտրակայանի կառուցումը Հրազդան գետի վրա։ Հրազդան գետի հիդրոէլեկտրակայանը բավական հետաքրքիր է, այստեղ մենք տեսնում ենք դեռևս 1920-ական թվականներին խոյակներ գեղեցիկ եւ հայկական ճարտարապետության տարրեր եւ անտիկ ճարտարապետության ավանդույթներ եւ արդեն ճարտարապետության նվաճումների, իր ժամանակվա նվաճումների տեխնիկական նորամուծությունների կիրառում եւ ունենք մի կողմից ֆունկցիոնալ առումով նոր կարիքներ սպասարկող շինություն, մյուս կողմից դարավոր ճարտարապետության ավանդույթները եւ քանդակագործական ավանդույթներն իր մեջ պարունակող շինություն։ Նախագծի գլխավոր գործընկերն է Converse բանկը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։